Էդիթ Պրինթ հրատարակչությունն իր ընթերցողների գնահատմանն է ներկայացնում Տիգրան Մեծ երագրության առաջին հատորը, ամպրոպ Արարատի վրա արկածային պատմավեպը, որով Էդիթ Պրինթը վերադառնում է իր սիրված շարքերից մեկի ազգային պատմավեպերի քարոզչությանը։ Նկատի ունենալով հանգամանքը, որ տարիներ շարունակ պատմավեպի ժանրը մնացել է ստվերում, հրատարակչությունը հետևողականորեն տպագրում է մեր դասականների ու ժամանակակից հեղինակների այս ժանրի գործերը։ Բազմազանության մեջ գերականության պատմավեպերը մի տեսակ աչքաթող են արվել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, օբյեկտիվ պատճառն էր, որ հիմա շատ չի գրվում մեր հայ իրականության մեջ պատմավեպ, երևի վերջինը կհիշենք, չգիտեմ, Պերսեյթունցյան, Խալափյան Զորայր, եւ մենք մի սովոր ենք, որ պետք է անպայման դասական գրողները անդրադառնան այդ ժանրին, բայց այս մեր շարքում արդեն մենք համատեղում ենք եւ դասական պատմավեպերն ենք գրում, օրինակ վերահրատարակեցինք Պապ Թագավորը եւ ժամանակակից գրողներին, օրինակ օրեր առաջ Էդուարդ Խաչիկյանի Մեսրոպ Մաշտոց պատմավեպի շնորհանդեսներ եւ կարելի ասել որպես թագնուպսակ այս գիրքը ամպրոպ Արարատի վրա Ամպրոպ Արարատի վրա գրքի հեղինակը Մոսկվա բնակ վիպագիր Գեորգի Գրիգորյանցն է, պատմավեպը հայ ընթերցողական լսարանին է ներկայացվում Իշխան Քիշմիրյանի թարգմանությամբ։ Վեպն ըստ էության աշխարհակալ արքայի մասին ընդունված կարծրատիպերը կոտրելու մի փորձ է։ Տիգրան Մեծ ռազմիկի, տիրակալի եւ նվաճողի ընդունված կերպարից դուրս նաեւ քաղաքակրթական շրջադարձերի նախաձեռնողի եւ իր ժողովրդի հարատեվության համար պայքարող գործչի բացահայտումը։ Մի կերպար, որից անգամ հազարամյակներ անց ոգեշնչվել են տարբեր հեղինակներ։ Պատմագիտական շրջանակներում հաճախ հենց այդպես էլ ներկայացվում է Տիգրան Մեծը նվաճողը, սովորական ասիական բռնակալ, ինչպես օրինակ նաև Լեոնա պատմաբան արտահայտվել, բայց եթե նայենք այդ տեսանկյունից մենք պետք է հարց տանք։ Լավ, այդ դեպքում Հռոմեական Հանրապետության իրավաժանագործ համարվող Իտալիայում ինչու ավելի քան 20 օպերա գրվեց Տիգրան Մեծի մասին։ Չէ՞ որ Տիգրանը այն արքան էր, որը պատերազմել էր Հռոմի դեմ, հաղթել էր Լուկուլոսին, ինչի մասին իրադարձությունները նույնպես կան գրքում, իսկ Պոմպեոսի հետ կնքել էր խաղաղության պայմանագիր։ Հեղինակն առանձնահատուկ շեշտադրում է այն ճանապարհը, որով Տիգրան Մեծը փորձում է նահապետական Հայաստանը վերածել նոր քաղաքակրթության, բացահայտելով մի գործչի, որն իր ժամանակից շատ առաջ էր եւ որի ստեղծած արժեհամակարգը անցնում է հազարամյակների քննությունը եւ որը տևական փնտրտուքների մեջ որոնում էր իր ժողովրդի գլխավոր ճշմարտությունը։ Տիգրանը փնտրում է ճշմարտությունը, սկզբի ճշմարտությունը, հայի սկզբի ճշմարտությունը։ Նա որոնում է իշխանության պալատը, որտեղ ըստ ավանդույթի եւ ըստ լեգենդի թաքցված են անհամար գանձեր։ Բայց Տիգրան Մեծը գանձերից վերցնում է միայն սուրը, Վահագն Աստծո սուրը։ Իսկ իշխանության պալատը, որը նա գտնում է եւ որը փնտրում էին նաեւ մյուս մեծերը, որոնք ապարդյուն բնականաբար չէին գտել, իշխանության պալատը ագրավաքարն էր։ Աղերսներ կան նաեւ մեծ մեհերի, ուրեմն մեր Սամսի Դավիթ էպոսին շատ հետաքրքիր զուգակցում է, սա նաև հնարավորություն է ստեղծում մտածել։ Իդեպ ամպրոպ Արարատի վրա պատմավեպը միայն սկիզբն է մի պատմության, որի կիզակետում է ժամանակի ամենահզոր գերտերությունների, Հռոմի, Մեծ հայքի ու Պարթևստանի դիմակայությունը, մինչև տարեվերջ Էդիթ Պրինթը կհրատարակի նաև երագրության երկրորդ գիրքը՝ Վիշապի մատանին, եւ արդեն հաջորդ տարի երագրության հայերեն թարգմանությունը կամբողջանա Կայսրության թալիսմանը վեպի հրատարակությամբ։ Նունե Ալեքսանյան, Շիրայր Հավետյան, լուրեր։